Հաշվի առնելով նաև, որ մենք ֆինանսական առումով տեսնում ենք, որ նաև հանրային տրանսպորտում վճարումների ավելացման հնարավորություն ունենք, տրանսպորտի վարչությանը խնդրում եմ նախապատրաստել նոր մրցույթ, նոր ավտոբուսների խմբաքանակի 170 է ասել, 180, քանի ավտոբուս է ասել, պարոն Լևոյան։ Նախնական 150-ը ասել, բայց թիվը վերանայման ենթակա է, եթե շատ լավ, եկեք 170 ավտոբուսների մրցույթ նոր հայտարարենք, ավտոբուսներ, որոնք կգան փոխարինելու հիգերները և հին գազելները, հին ասելով նոր գազելները, այսինքն այդ հարցն էլ եկեք լուծենք, բայց այս մրցույթը պայմանով, այսինքն առանց ֆինանսական միջոցների կհայտարարեք և հավաքագրումներից կախված արդեն որոշումը կկատարենք, ես գնումը իրականացնում ենք, թե ոչ, որովհետև մենք տեսնում ենք, որ կա ահռելի պոտենցիալ վճարումները և կարգ ու կանոնը ճիշտ տրամաբանությամբ բերելու այս ֆինանսական միջոցները գեներացնել և այս տարի ևս մեծ խմբաքանակ ավտոբուսներ ձեռք բերել, փոխարինել բոլոր հիգերները, փոխարինել բոլոր գազելները, բայց նաև այստեղ կարևոր է, թե մեր բոլոր գործընկերները ինչպես կաշխատեն և այս կարգապահությունը ինչպես կվերահսկենք և հետևաբար սիրելի երևանցիներ, հիշեցնեմ, որ նաև սա ձեր աջակցության կարիքը նույնպես ունենք, խնդրում եմ աջակցել վարորդներին այն պահին, երբ որ նրանք դադարեցրել են երթևեկությունը, վարորդը ձեր թշնամին չի, վարորդը իր աշխատանքն է կատարում, վարորդը անում է ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք գնել նոր ավտոբուսներ, նաև այն մարդկանց հաշվին, ովքեր որ չէին վճարում և կսկսեն վճարել, որովհետև ասում եմ, այս մի շաբաթվա փորձը մեզ ցույց տվեց, որ 3 հատ նոր ավտոբուսի գումար մենք մի շաբաթվա ընթացքում ավել հավաքագրեցինք, այդպես չի, պարոն Գրիգորյան, հաջորդ